Սպիտակ տանը լրագրողների հետ հերթական հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նկատելիորեն նյարդայնացած եւ ցրված էր։ Այդ տպավորությունն ունի արևմտյան մամուլը։ Հարցին, թե իրականություն է, որ Վլադիմիր Պուտինի համար ուկրաինական կարգավորման դիդլայնը վերջնաժամկետ է սահմանել, Դոնալդ Թրամփն ուղղակի չի պատասխանել։ Նա ուկրաինական պատերազմի 3 մեղավոր է նշել՝ Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն եւ Վլադիմիր Զելենսկի։ Ընդ որում Թրամփի աստվածային զայրույթից ամենամեծ բաժինը հասել է Ուկրաինայի նախագահին, որ իրենից 20 անգամ հզոր երկրի հետ պատերազմի մեջ է մտել, հուսալով, թե ինչ-որ մեկն իրեն հրթիռներ կտրամադրի։ Նույն տեղում, սակայն, Թրամփն իրեն հակասել է, հիշեցնելով, որ հենց իր նախագահության առաջին շրջանում է Ուկրաինան հակատանկային ջավելիններ ստացել։ Մեր ջավելիններով ուկրաինացիները ոչնչացրել են ցեխերում խրված ռուսական տանկերը, հպարտացել է ԱՄՆ նախագահը։ Արևմտյան մեկնաբաններից մեկը գրել է, որ Թրամփը կորցնում է ոչ միայն վարկանիշը, այլև հավասարակշռությունը, որովհետև նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ վստահեցնում էր, որ Ուկրաինայում պատերազմը կդադարեցնի 24 ժամում, հետո դիդլայն է սահմանել 100 օրը, բայց որևէ սկզբունքային համաձայնություն նույնիսկ չի ուրվագծվում։ Ավելի վաղ արևմտյան աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման հնարավոր է հասնել ապրիլի 20-ին։ Դա խորհրդանշական օր է, երբ Քրիստոսի հարության տոնը կաթոլիկ եւ ուղղափառ քրիստոնյաները կնշեն միասին։ Զատկական տոներին մնացել է 1 շաբաթից պակաս ժամանակ, պատերազմն Ուկրաինայում ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է հավաքում։ Այս ֆոնին 10-ը տարածել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, ըստ որի Ուկրաինայի հարցով խաղաղ լուծումը ենթադրում է նրա ոչ միջուկային չեզոք կարգավիճակ, խտրական օրենքների չեղարկում եւ Ռուսաստանի ներկայիս սահմանների սուվերենության ճանաչում։ Բայց այդքանը պարզվում է բավարար չէ, որպեսզի Ռուսաստանի լիակատար անվտանգությունն ապահովված լինի։ Մոսկվան պնդում է, որ ուկրաինական պետությունը պետք է ենթարկվի ապառազմականացման եւ ապաազգայնականացման, բոլոր խտրական օրենքները, որ ընդունվել են 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո, պետք է չեղյալ հայտարարվեն։ Ըստ էության Նարիշկինը նորություն չի ասել։ Ավելի վաղ եւ շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, երբ Միացյալ Նահանգներին առաջարկել է Ուկրաինայում հաստատել արտաքին կառավարում, անցկացնել նոր ընտրություններ եւ սահմանադրական փոփոխություններ։ Դոնալդ Թրամփն այդ գաղափարը մերժել է եւ հայտարարել, որ Ուկրաինան ունի օրինական ընտրված իշխանություն։ Վլադիմիր Պուտինը Նարիշկինի միջոցով պարզապես ծաղրել է Թրամփի ուկրաինական դիդլայնի գաղափարը եւ ԱՄՆ նախագահին միջազգային հանրության աչքում լիովին հեղինակազրկել։ Մոսկվան բացահայտ ազդակ է հղել, որ ռուս-ամերիկյան բանակցությունների նպատակը ոչ թե ինչ-որ գործարքն է, ինչպես սիրում է կրկնել Դոնալդ Թրամփը, այլ Ուկրաինայի կապիտուլյացիան եւ Ռուսաստանի նոր սահմանների լեգիտիմացումը։ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը բարոյախոսական քարոզներ է հնչեցրել եւ հայտարարել, որ իր նպատակը միլիոնավոր կյանքեր փրկելն է, բայց եւ ակնարկել է, որ պատերազմող կողմերը մարդկային արժեքը չեն խնայում։ Սա անուղղակի խոստովանություն է, որ բանակցություններն անցնում են մինչև վերջ գնալու ռուսաստանյան սպառնալիքի ներքո։ Փաստացի ստացվում է, որ ԱՄՆ հզորությունը վերականգնելու կարգախոսով իշխանության եկած Թրամփը 3 ամսում միայն թուլացրել է Միացյալ Նահանգների ազդեցությունը։ The Financial Times-ը տեղեկացնում է, որ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել, որ թույլ կտա Ուկրաինային համատեղ ռազմական աջակցություն ցուցաբերել, բայց դա ընդամենը գաղափար է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների հանդիպումը Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար մեխանիզմներ մշակելու օրակարգով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի եւ Թուրքիայի միջև եւ ընդգծել էր, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, սակայն բարեկամական հարաբերություններ է պահպանում Իսրայել պետության հետ։ Ալիևը նաեւ ասել էր, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև ցանկացած անհասկացողություն անհանգստացնող է Ադրբեջանի համար։ Տեսականորեն, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր վերլուծականում, Ադրբեջանում նման բանակցությունների անցկացման փաստը կարող է նշանակել, որ Ադրբեջանի միջնորդությամբ Անկարայի եւ Թել Ավիվի միջև կապի նոր ուղի է բացվում
որը թույլ կտա խուսափել ռեգիոնում եւ Սիրիայում երկու երկրների կողմից իրականացվող գործողությունների ընթացքում հնարավոր բախումներից ու անհասկացողությունից։ Սակայն ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ։ Նախ անհասկանալի է Բաքվում թուրք-իսրայելական շփումները տեղի են ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ԱՄՆ այցից եւ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցություններից առաջ թե հետո։ Նման բանակցությունները, ինչպես նկատում է Տարասովը, որպես կանոն համաձայնեցվում են ամենաբարձր մակարդակով։ Սակայն այդ դեպքում ինչու իսրայելական պատվիրակությանը, որը մեկնում էր Բաքու այդ հանդիպմանը, թույլ չեն տվել, որ անցնի Թուրքիայի երկնքով, ինչպես հայտնել է իսրայելական Կան հեռուստաընկերությունը։ Նշվել է, որ Թուրքիան թույլ չի տվել, որ իսրայելական պատվիրակությանը տեղափոխող օդանավն անցնի իր տարածքով եւ չնայած այն բանին, որ օդանավում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, այն անցել է Հունաստանով, Բուլղարիայում, Սև ծովով եւ Հայաստանի օդային տարածքով Բաքու հասնելու համար։ Կարելի է կարծել, նկատում է ռուս քաղաքագետը, որ թուրքական մի գերատեսչություն աջակցում է Իսրայելի եւ Թուրքիայի բանակցություններին, մեկ այլ գերատեսչություն փորձում է արգելափակել դրանք։ Փորձագետները կարծում են, որ խոսքն այս դեպքում բարդ, բազմաքայլ ինտրիգային իրավիճակի մասին է, երբ դրան միացել է նաև երրորդ կողմը, հնարավոր է Մեծ Բրիտանիան։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հաստատել է, որ Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իսրայելի միջև առաջին տեխնիկական հանդիպումը Սիրիայում ապակոնֆլիկտացման մեխանիզմներ ստեղծելու համար։ Իսրայելն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններն ընթանում են ազդեցության գոտիների որոշակիացման օրակարգով, ինչը փաստացի նշանակում է Սիրիայի մասնատում։ Իսրայելական կողմին լիովին ձեռնտու է, որ Անկարայի հսկողության ներքո գտնվեն Սիրիայի հյուսիսային շրջանները։ Սակայն կարծես թե այդ սցենարը խափանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վարչապետ Նեթանյահուին անհապաղ կանչելով Վաշինգտոն։ Դրա համար էլ որևէ տարօրինակ բան չկա այն բանում, որ Բաքվի բանակցություններն արդյունք չեն տվել, թեև Իսրայելը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին եւ նախագահ Ալիևին։ Փորձագետները նկատում են, որ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպման ժամանակ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանին դրվատելը պատահական չէ։ Մյուս կողմից ըստ Տարասովի պատահական չէ նաև այն, որ հենց այս պահին հայտարարվեց հայ-իրանական ռազմական վարժանքների անցկացման մասին։ Բացի այդ, Ալիևը հայտարարեց նաև, թե Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ է արվել։ Նման իրավիճակում հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող Սիրիայում Իսրայելի եւ Թուրքիայի միջև միջնորդի դեր ստանձնել առանց հաշվի առնելու Իրանի շահերը։ Սակայն տեսականորեն չի բացառվում, որ Ադրբեջանով կարող է անցնել Թուրքիա-Իրան-Իսրայել եռանկյունու հարաբերությունների կարգավորումը։ Այս մասով հնարավոր է դրական տեղաշարժ, սակայն միայն այն դեպքում, եթե Ամերիկա-իրանական միջուկային բանակցություններում դրական արդյունքներ լինեն, որոնք նաև ընդունելի կհամարվեն Իսրայելի կողմից։